իրենց հույսը գուցե այն է, որ Էրդողանին կխնդրեն, կաղաչեն, որ Թուրքիան ինչ որ ձևով ինչ զիջումների գնա, բայց Թուրքիան ասում է դուք պետք է բավարարեք Ադրբեջանի բոլոր պայմանները։ Այսինքն մենք պետք է պատրաստվենք հաջորդ քայլը, մեզ ասելու են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Դեմիրճյանը կամ Քոչինյանը կամ Լենինը արդեն պայմանավորվել են, որ այստեղ պետք է 300,000 ադրբեջանցի գա, որ դա մեր մեղքը չէ, դուք գիտեք այդ տեխնոլոգիան, դա մեր մեղքը չէ, երբևիցե իրենց մեղքը չէ, ինչ որ ուրիշի մեղքն է միշտ։ Հետո պատրաստվեք, որ մի քանի 100,000 ադրբեջանցի գան Հայաստանից սկսելու է բնակչության փախուստ, որովհետև մարդիկ հասկանալու են, որ մենք ընկանք Ղարաբաղի օրը։ Եվ Թուրքիային աղերսելով, որ սա չլինի, չեմ կարծում։ Թուրքիան շատ լավ գիտի նա ինչ է ուզում։ Նա ուզում է, որ հայերը վերանան այստեղից, որ ստեղծվի մեծ թուրքական պետություն, սկզբից գուցե ինչ որ դաշինք Ադրբեջանի հետ, նրանք են, չի ասում մի ժողովուրդ։ Այդ մի ժողովուրդը ինչու պետք է թույլ տա, որ իր այսպես կոկորդում ոսկորի պես այս հայերը լինեն։